Մարդը մի կտոր հացի համար ստիպված է խղճին դեմ գնալ, հացի կտրոնները կորցրել եմ։ Ադրբեջանցիները հենց առաջին այդ թաղամասն են մտել, 2 հոգի պատգարակով վազում են, տան մոտի խաչմերուկում մարդ է մահացել, այդ պատուհանները լուսանկարեցի ու դուրս եկա, որտեղ ավելի շատ Արցախ կա։ Ես Սրբուհին եմ Վանյան, Ստեփանակերտից, ծնվել եւ ապրել եմ այնտեղ մինչեւ տեղահանությունը։ Մասնագիտությամբ լրագրող եմ, բանասեր, վերջին տարիներին նաեւ նկարում եմ։ Ամուսինս աշխատանք չուներ Արցախում եւ որոշ ժամանակ ինքը ստիպված էր Հայաստանում անցկացնել եւ ուսանող աղջիկ ունեի այստեղ եւ այդպես հերթական մեր այցելությունն էր Երևան մի քանի օրով, որպեսզի հետո տուն վերադառնա։ Դեկտեմբերի 11-ին ինքը եկավ գործերով Երևան, բայց դեկտեմբերի 14-ին որ պետք է վերադառնար, արդեն չհասցրեց վերադառնալ։ Մենք մտածեցինք, որ ոչինչ, մի քիչ ժամանակ անցնի, քանի որ մինչև այդ էլ փակել էին ճանապարհը մի քանի օրով, մտածեցինք, որ հերթական այսպես կարճ բլոկադան է եւ դեռևս կբացեն ճանապարհը, արդեն ձգձգվեց այնքան, որ սկսեցինք անհանգստանալ, որովհետև տանն էլ հիվանդ ունեինք, ամուսնուս մայրը հիվանդ էր, անկողնային եւ մենակ այդ ամենը դժվար էր աշխատանքի հետ համատեղել, խնամքը եւ այլն։ Դրականն այն էր, որ հայրս որ մեզ հետ էր մնում, փոքրիկ բանջարանոց ունեինք եւ ինքը այդպես այդ բանջարանոցը որոշ չափով մեզ փրկում էր։ Բլոկադայի ժամանակ ես հերթերի չեմ գնացել, ես չեմ կարողանում հերթերում կանգնել, որովհետև այնինչ կատարվում է հերթերում, հոգեբանորեն իմ վրա շատ ծանր է ազդում, երբ մարդը մի կտոր հացի համար ստիպված է խղճին դեմ գնալ, սկզբունքներին դեմ գնալ եւ այլն, եւ հայրս ինձ չէր թողնում հերթերի գնամ, ասում էր քեզ ծեծելու են այնտեղ, դու չես կարող այնտեղ մարդիկ, չգիտեմ, իրենց են սուղ աշխատավարձ է, նույնիսկ չէին կարողam հնարավորություն չունեին բանկոմատից հանելու եւ պետք է, չգիտեմ, օրինակ գիշերը ժամը 3-ին, 4-ին գնային, որպեսզի այդ հերթը մի քիչ փոքր լինի, որ կարողանան, բայց նաև հավատ կար, որ այդ ամենը անում ենք նրա համար, որ ինչ որ դրական բան լինի Արցախում։ Ելքն այսպեսին հաստատ չէինք սպասում։ 20 թվականից հետո մենք սկսել ենք նաև տուն սարքել, որ պետք է այդ ամառ տեղափոխվեինք եւ երբ ես մեկ-մեկ համեմատում եմ իմ գործողությունները եւ այն ինֆորմացիան, ինչ կար, ինչ ստանում էի, ինչ վերլուծում էի, ես զարմանում եմ իմ գործողությունների վրա, ես չգիտեմ ինչ եմ այդպես արել, պատուհանների գույնը ինձ ճնշում էր, որովհետեւ ինքը մուգ էր մի քիչ եւ փորձում էի ոնց որ լույս բերել տուն, փորձում էի ինչ որ մի բան փոխել, ինչ որ բանով զբաղվել, ինչ որ գեղեցիկ բան ստեղծել, որը պետք է մեզ դրթի, մեզ պետք է մոտիվացնի, մեզ պետք է ստիպի ապրել։ Եվ ես որոշեցի, որ պետք է պատուհանները ներկեմ, բերել էինք արդեն տեղ այդ ապակիներից մեկը հանել էինք, որ այդ վառարան տեղադրենք եւ այլն, եւ դուրս եմ գալիս ներկ առնելու, բնականաբար ներկեր չկային քաղաքում եւ ես գտնում եմ միայն դեղին գույնի ներկ, այն էլ քիչ քանակությամբ, մեկը մի խանութից եմ առնում, հետո բերում եմ այդ ամեն ինչը, խառնում եմ համապատասխան գույն ստանալու համար եւ սկսում եմ ներկել, պապայիս ուղարկում եմ, ասում եմ գնա տես որտեղ ես գոնե 2 կիլոգրամ ցեմենտ գտիր, տես որտեղ կա օրինակ այդ ներկը խառնելու այդ լուծույթը բան ու այնքան եմ չարչարել պապայիս այդ ժամանակ մի անգամ սենց եկավ ասում աղբորպես էլ բլակադի վախտ ռեմոնտ չանիս ու ներկեցի դեղին ոգևորված
հուլիս կամ օգոստոս վերջացրեցի եւ ընդամենը մեկ ամիս հետո այդ պատուհանները լուսանկարեցի ու դուրս եկա։ Ամենաշատը նեղվում էի եւ ըմբոստանում էի հենց նրա համար, որ մեզ փակել են, որովհետեւ երբ քո կամքին հակառակ ինչ-որ բան քեզ պարտադրվում է, ասենք դու ուզում ես դուրս գալ, չես կարողանում, դու ուզում ես, չգիտեմ, ուտել, չես կարողանում, դու ուզում ես զբոսնել, չես կարողանում, այդ պարտադրված ինչ-որ բանը միշտ ինձ իմ մեջ ըմբոստություն է առաջացնում, բայց երբ արդեն ճանապարհը բացեցին եւ ասացին դուք ազատ եք գնացեք, ոնց որ դու ինքդ քեզ հետ հակասության մեջ լինես, դու այդ ժամանակ հասկանում ես, որ բայց ես չեմ ուզում գնալ, ես ուզում եմ բաց լինի այնտեղ ճանապարհը, բայց ես գնալ չեմ ուզում, ես ուզում եմ գնալ այն ժամանակ, երբ ուզում եմ եւ վերադառնալ այն ժամանակ, երբ ուզում եմ։ Դրա համար, երբ արդեն մենք եկանք այստեղ եւ ճանապարհը նորից փակե դեպի այնտեղ, ես դարձյալ կիսատ եմ, ես դարձյալ իմ տեղը չեմ գտնում, ես դարձյալ երբ տանն էինք, ես մտքերով այստեղ էի, որովհետեւ ընտանիքիս կեսն այստեղ էր, բայց երբ մենք այստեղ միասին ենք, ես մտքերով այնտեղ եմ, որովհետեւ էլի բան ունենք այնտեղ թողած։ Մեր կեսը մենք թողել ենք այնտեղ, մեր եսը թողել ենք այնտեղ։ Մի անգամ պապաս եկավ, ասում է, հացի կտրոնները կորցրել եմ, գրպանից ընկել է ու շատ ճնշված էր։ Ու տենց ընկերուհուս պատմեցի, որ պապաս հացի կտրոնները կորցրել է ու ինքը ասեց Սուրբ, ես քեզ համար մի քիչ ալյուր պապային կասեմ, ինքը Երևանում էր ապրում, ասեց պապային կասեմ, ալյուր մի քիչ քեզ կտա, գիշերը ես ու աղջիկս գնացինք, այդ ալյուրը վերցրեցինք, բերեցինք տուն, արդեն սեպտեմբեր էր, սեպտեմբերի գուցե 15-14-ը, այդ ալյուրը չեմ օգտագործել, չեմ հասցրել, որովհետև երբ ամսի 19-ին մենք դուրս եկանք տնից, ես 20-ին վերջին անգամ գնացի, որ տեսնեմ պապաս տեղա, ու դրանից հետո չկարողացանք տուն գնալ եւ այդ ալյուրը մնաց տանը։ Մեր տունը ասում էին շվեյցարսկի թաղամաս, քանի որ գտնվում էր այդ ժամացույցների գործարանի տարածքում, բայց այսպես ավելի լայն իմաստով կրկժան էին ասում։ Ադրբեջանցիները հենց առաջին այդ թաղամասն են մտել ամսի 19-ին, երբ ես արդեն գործից տուն վերադարձա, ուշ էր, մութ էր եւ քաղաքում լույս չկար, երևի ժամը 8-9, երբ գնացի տուն, տեսա, որ բոլոր հարևանների դռները փակ են, սեփական թաղամասը, այսպես մի քիչ հեռու են իրարից, զարմացա, որ թաղամասում մարդ չկա, վախեցած գնացի տուն, տեսա, դե կիսուրս մենակ էր տանը մնացել, գնացի տուն, հետո մի 10 րոպե հետո պապաս եկավ, հեռախոսում ընդամենը 3% էր էներգիան, հա, եւ փորձում էի շտապօգնություն կանչել, որ գոնե մեքենա լինի, ամուսնուս մայրիկին կարողանանք էվակուացնել, որովհետև մեր թաղամասում չկային ոչ նկուղներ, ոչ ապաստարաններ, ամենամոտ նկուղը 9-րդ դպրոցի նկուղն էր, զանգեցի շտապօգնություն ու անջատվեց, էլ չկարողացանք կապվել ու ստիպված մենք ես ու պապաս ինքնաշեն այսպես պատգարակ սարքեցինք, ինչ ձեռքներիս տակ կար եւ արագ սկեսուրից տեղավորեցինք, դե հրետակոծվում էր քաղաքը եւ փորձում էինք դուրս գալ, գոնե մի ապաստարան գնալ ու հենց այդ ժամանակ
այդ սենյակում էր այդ տոնածառի արկղը դրված ու երբ այսպես կիսուրից շորեր էի փորձում հանել, այդ արկղը շրջվեց եւ մի քանի խաղալիքներ այսպես ընկան, խաղալիքներ, որոնք ես ավանդույթի համաձայն գնել էի 4 խաղալիք, մեր տանը ավանդույթ կա, որ նոր խաղալիք ենք կախում տոնածառին, քանի որ բլոկադայի ժամանակ աղջիկս եւ ամուսինս Երևանում էին, ես աղջիկաս հետ Ստեփանակերտում, իրանց փոխարենել այդ խաղալիքները կախեցինք մեր երազանքներով եւ չգիտեմ ինչու, այսպես այդ խաղալիքները վերցրեցի ուսապարկը, որ պահում էի 20 թվականից հետո արդեն պատրաստ փաստաթղթերով, խցկեցի այդտեղ ու ուսապարկս վերցրեցի ու դուրս եկանք տնից։ Հասանք այդ ժամացույցների գործարանի մոտ, չեմ մոռանա այդ կնոջը, որը մեզ տեսավ, որ 2 հոգի պատգարակով վազում են, իրանք էլ մեքենայով էին իջնում, իջան, իրանց երեխաներին հանեցին մեքենայից, լցրեցին բեռնախցիկը, իրենք իջան մեքենայից, որ տեղավորի հիվանդը, ասացին դե ձեզ տանենք ամենամոտ ապաստարանը, հետո մենք կմիանանք ընտանիքով։ Մեզ տարան 9-րդ դպրոցի ապաստարանը, պապաս իջավ շտապօգնության կայան բժշկի հետևից, տեղ չկար, լույս չկար արդեն նկուղում, գնաց բժշկին վերցրեց եկավ, բժիշկը նայեց ու ասաց կներեք, ինքը արդեն մահանում է, իսկ այնտեղ հիվանդանոցում շատ վիրավորներ կան եւ տրանսպորտ չկա նրան տեղափոխելու համար, ու այդպես մենք մնացինք 9-րդ դպրոցի նկուղում, իսկ պապաս տուն բարձրացավ, ասաց ես չեմ կարող նկուղում մնալ, ճնշում է ինձ, ճնշումս բարձրանում է, առողջություն չունեմ, ես գնում եմ տանը քնեմ, այդպես լուսացրեցինք, առավոտ լսեցինք, որ ադրբեջանցիներն արդեն կրկժանով մտել են քաղաք, ամսի 20-ը, պապաս չկար, եւ ես չգիտեմ հիվանդին թողնեմ գնամ պապայի հետևից, կապ չկար, խնդրեցի մի կին կար, այնտեղ էս համակարգչային սեղանիկների հետ բազկաթոռներին նստած, խնդրեցի, ասում եմ, խնդրում եմ ձեր բազկաթոռը ինձ տակ, հիվանդ ունեմ, որ անշարժ է, էլի իրան փորձենք դրանով տեղաշարժել, վերցրեցի այդ աթոռը, կիսուրիս դրեցինք, այսպես ինքը արդեն չէր կարողանում իրեն պահել, մի կերպ, այսպես ձեռքի տակ եղած հագուստով, այսպես անշարժացրեցինք, եւ ես խնդրեցի, որ ինքը մի կես ժամ նայի, ես գնամ, հասկանամ պապայի հետ ինչ է կատարվում, որովհետև ես լսել եմ, որ արդեն մեր տան մոտի խաչմերուկում մարդ է մահացել, վիրավորվել եւ այլն։ Գնացի տուն, տեսնում եմ պապաս սառցախցիկում միս կար հանելա ու բակում եփում է հանգիստ, բայց արդեն շատ մոտ կրակոցներ են լսվում, մանր տրամաչափի զենքի եւ ջղայնացավ իմ վրա, որ ես բարձրացել եմ տուն, ասեց շուտ գնա, որովհետեւ մոտ են, դու ստեղ չես կարող մնալ, ես հիմա գալիս եմ։ Հիմա ես իջել եմ, բայց պապան չի գալիս, արդեն խոճապ է 9-րդ դպրոցի նկուղում, ով ինչպես կարողանում դուրս է գալիս, ով ինչպես կարողանում տարհանում է իր ընտանիքը, բայց ես չեմ կարողանում, որովհետև հիվանդի հետ դժվար է առանց մեքենա տեղաշարժվել։ Երբ արդեն մնացել էինք մենք, կարծեմ, մանկատան երեխաները ու էլի մի քանի հոգի, երբ պապաս եկավ, փոքրիկ մի այսպես տոպրակ ձեռքին ու արագ մեզ խցկեցին ինչ-որ բեռնատարի մեջ ու խոճապի մեջ, մեկը ասում է, օրինակ Սուսանը մնացել է, չգիտենք ոնց են տանելու, սենց այդ բրեզենտը բացում եմ, տեսնում եմ արդեն կրակոցներ են, կասկաներով մարդիկ են, ես անկեղծ ասած չեմ հասկանում, ռուս խաղաղապահներն են, մերոնք են, որովհետև շատ խառն էր իրավիճակը, ու այդպես մեզ բերեցին օդանավակայան։
Օդանավակայանում մեզ իջեցրին, այնտեղ տեսա, որ գյուղերից արդեն ահագին մարդ է տարհանվել եւ քանի որ գիշերը ես չէի հասցրել նույնիսկ ասենք գուլպաներ հագցնել կիսուրիս, տենց դուրս էինք եկել տնից, այդ վարորդի կինը հանում է իր գուլպաները, ասում է խնդրում եմ էլի հագցրու այդ կնոջի, ասում եմ չէ ես գնամ մի բան կանեմ, ասում է չէ հագցրու, ու ինքը հենց մեքենայի մեջ հանում է տալիս է մեզ, ու այդպես մենք հասնում ենք օդանավակայան։ Եվ ես մտածում եմ, որ հենց օդանավակայանից մեզ միանգամից ուղղաթիռներով տարհանում են Երևան եւ ինչ կար, ասենք ինչ որ շորեր, որ վերցրել էի, ինչ որ ծածկոցներ կիսուրիս համար, որ վերցրել էի, դրանք շպրտում եմ, որովհետեւ ես չեմ կարողանում եւ իրեն տանել եւ այդ տոպրակները էլի, որ իմ հետ է։ Գալիս ենք տեղ ու անձրև է սկսվում։ Մեկ էլ սենց պապաս ինձանայում, ասում է Սուրբ քսով այս ասում սովածում, ասում է բաստեղ միս կա եփած, մի կտոր կեր, ասի լավ, այդ անձրևի ժամանակ մեկ էլ հովանոց է հանում ու գլխիս պահում է, ես սենց շոկի մեջ իրեն եմ նայում, որ ինքը հասցրել է այդ ընթացքում մտածի ինչ-որ հովանոցի մասին, ասում է չէ ուղղակի կախած էր բահարանի մոտ, տեսա դրեցի տոպրակի մեջ ու մնացինք տեղ մի քանի ժամ, հետո երբ հայտարարվեց, որ պետք է մենք նորից մեր տները վերադառնանք, մենք նորից Ստեփանակերտ եկանք։ Բայց տուն բնականաբար չհասցրեցին գնալ, որովհետև այնտեղ ասացին, որ անվտանգ չի եւ մենք տուն չենք կարող բարձրանալ։ Եվ մենք գնացինք մեր նորակառույց տունը, որը շուկայի տարածքում է, կիսակառույց տուն էր, այնտեղ հարմարություններ շատ չկային, բայց վարպետները, որ աշխատում էին, այնտեղ մի քանի ծալովի մահճակալ էին թողել, այդտեղ տեղավորվեցինք եւ 5 օր մենք ապրեցինք այդտեղ մինչեւ տարհանվելը։ Ստեփանակերտից մենք դուրս եկանք սեպտեմբերի 25-ին վաղ առավոտյան ժամը 6-ին ամուսնուս զարմուհին ասաց, որ ավտոբուս կա եւ եթե մենք պատրաստ ենք դուրս գանք եւ քանի որ ամուսնուս իր մայրիկը 9 ամիս չէր տեսել եւ անընդհատ անուն էր տալիս, մենք մտածում էինք, որ այնպես անենք, գոնե ինքը հանդիպի էլի իր տղային։ Մենք հասանք երեկոյան ժամը 10-ին թե 11-ին, մայրն ու որդին հանդիպեցին Գորիսում, գրկեց ամուսինս, դրեց մեքենայի մեջ, ասաց բարիս ու էլ չխոսեց, մինչև այդ էլ չէր խոսում, մենակ անունը տվեց ու այդպես ճանապարհին մահացավ, Երևան չհասավ։ Վիդեո ուղարկեցին, որտեղ արդեն մտել էին մեր տուն, դա երևի միակ կադրն էր, որ ես տեսել եմ, դրանից հետո մեր տունը էլ ցույց չեն տվել, բայց ես նայում եմ այդ վիդեոները չմոռանալու համար, գուցե այդ քաղաքը փոխում է դիմագիծը եւ ցավոք սրտի մեր հիշողությունը ֆիլտրում է շատ բան մեր հիշողությունից եւ ես փորձում եմ այսպես կոպերիս տակ պահել այդ ամեն ինչը, ինչ թողել եմ այնտեղ։ Երբ տնից դուրս եմ եկել, ուղղակի որ աշխատանքի եմ գնացել ու լիքը կիսատ գործեր եմ թողել տանը, օրինակ լվացքս փռված էր, ամաններ ունեի լվանալու եւ ես մտածել եմ, որ 1-2 ժամ հետո ես գալու եմ տուն ու իմ կիսատ գործերը շարունակեմ։ Բայց ամսի 20-ից հետո, երբ արդեն այդ կրակոցները ականջիս մեջ էին եւ ես հասկացա, որ շատ մոտ են, համարյա իմ բակում, հա, մի 200-300 մետր են հեռու ինձանից, ես ուրիշ բան չհասցրեցի տանը անել, ես մենակ այսպես հետ նայեցի
ու աչքիս մենակ այդ դեղին պատուհանները երևացին, որովհետև լուսավոր ուրիշ ոչինչ չկար այնտեղ։ Մեր երազանքների այսպես թելը միշտ մեզ տանում է տուն։ Միշտ ասում ենք, չէ, իմ տունն իմ ամրոցն է, եւ դու գիտես, որ տանը դու ունես ինչ-որ պաշտպանվելու ինչ-որ բաներ, քո պատերը օրինակ, ու անընդհատ այդ ապահովության զգացումը ինձ թվում է բոլոր մարդիկ տանն են զգում։ Դրա համար երբ մենք թողել ենք մեր տունը, կորել է նաև այդ ապահովության զգացողությունը։ 20 թվականից հետո ավելի քիչ եմ սկսել խոսել, 23 թվականից հետո ընդհանրապես ուզում եմ չխոսել, գուցե դա ինքնապաշտպանական ինչ-որ մեխանիզմ է, էլի որ գործարկում ենք, ես ավելի ինքնամփոփ եմ դարձել եւ փակվել եմ գույների աշխարհում։ Հենց 20 թվականից սկսել եմ նկարել եւ երբ այսպես մի քիչ տխուր եմ լինում կամ հիշողությունները տանում են այնտեղ, ես ոչ թե գրում եմ, այլ նկարում։ Դա իմ իսկապես թաքուն տեղն է, որտեղ ես ազատ եմ, ես ինձ նման եմ, որտեղ ավելի շատ Արցախ կա։